Բարձես այժամի նորությունները ներկայացնում հորիզոն լրատվականը 19 դեկտեմբերի օրն ուրբաթ։ Պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում։ Հայաստանը եղել և մնում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից, դռները բաց են Հայաստանի լիարժեք մասնակցության համար։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմանգամբեդովը։ Նրա խոսքով հույս ունեն, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները։ Պաշտոնյանը ասել է, որ Երևանը մի քանի անգամ հայտնել է, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա։ Ամերիկան կասեցնում է գրին քարտ վիճակահաղի ծրագիրը Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո։ Պարզվել է, որ հրաձգության համար կասկածվողը երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ են դիմում ծրագրի միջոցով վիզաներ ստանալու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը բազմիցս քննադատել է գրին քարտ վիճակահաղի ծրագիրը, պնդելով, թե այն կարող է անվտանգության ռիսկեր առաջացնել և բավարար չափով հիմնված չէ մարդկանց արժանինքների վրա, ինչպես աշխատանքային վիզաները։ Associated Press գործակալության տվյալներով 2025 թվականի վիճակահաղին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 20 միլիոն մարդ, ընդ որում ընտրվել է ավելի քան 131,000 դիմող։ Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում, բայց որոշվել է, որ առաջիկա 2 տարիների ընթացքում Ուկրաինան Եվրամիությունից կստանա 90 միլիարդ եվրո վարկ։ Վարկը տրամադրվելու է Եվրամիության բյուջեից։ Պարտավորություն չեն ստանձնում միայն Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը Եվրամիության առաջնորդները քննարկել են Բրյուսելում սկսված Եվրոպական խորհրդի նիստում։ Մի քանի ժամ տևած բանակցություններն ավարտվել են անցած գիշեր։ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ձգտում են փոխզիջման Դոնբասի հարցում, լրագրողներին ասել է Զելենսկին։ Զելենսկու խոսքով խաղաղության պլանի համաձայնեցված տարբերակ դեռևս չկա։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ներկայում փնտրում է փոխզիջում Դոնբասի հարցում։ Նա ասել է, որ ուկրաինական ապագա բանակի զինման հարցը դեռևս չի քննարկվել։ Ավելի վաղ ամերիկյան Պոլիտիկո թերթը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մեծացրել է Կիևի վրա ճնշումը, նրան ստիպելու զիջումների գնալ հակամարտությունը դադարեցնելու համար։ Բրյուսելում Եվրամիության և Մերկոսուր առևտրային դաշինքի, որը ներառում է Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը, համաձայնագրի դեմ եվրոպացի ֆերմերները տրակտորներով բողոքի ցույց են անցկացրել։ Բողոքի ցույցերն ավարտվել են անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով։ Ոստիկանությունը ջրցանմեքենաներ ու արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար այն բանից հետո, երբ նրանց ուղղությամբ քարեր նետել, այրել են անվադողեր։ Ակցիայի մասնակիցներն հիմնականում բողոքել են Եվրամիության և հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման դեմ։ Այդ հարցով բանակցությունները շարունակվում են արդեն 26 տարի։ Ֆերմերները դեմ են համաձայնագրին, քանի որ վախենում են ավելի էժան ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի մրցակցությունից և Եվրամիության սուբսիդիաների կրճատումից։ Ֆրանսիան, Լեհաստանը, Իտալիան երաշխիքներ են պահանջում, որ Եվրահանձնաժողովը պաշտպանի եվրոպացի ֆերմերների շահերը, եթե Մերկոսուրի երկրներից ներմուծման հոսքը անհամաչափ մեծանա։ Միջնադարյան հայկական փայտագործության եզակի նմուշը 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը կառավարության որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և լուսանկար հրապարակել։ Կառավարությունը երեկվա նիստում պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացրել հայկական բացառիկ մշակութային արժեքը ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար։ 7 միլիարդ 582 միլիոն դրամ
Այսքան է կազմում Գյումրիի 2026 թվականի բյուջեն։ Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է մոտ 400 միլիոնով։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Գյումրիի ավագանին այսօր հաստատեց։ Բյուջեի նախագծին դեմ քվեարկեց ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Բացի բյուջեից ակտիվ քննարկման թեմա էր տեղական տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու հարցը։ Նոր տարում Գյումրիում եւս մեկ տեղական հարկատեսակ է ավելանում։ 45 տեսակի տուրքերից գոյացող գումարները գնում են Գյումրիի բյուջե։ Ոչ միայն դրույքաչափերը վերանայելու, նաև եւս մեկ անուն տեղական տուրք ավելացնելու նախագիծեր ընդգրկվել նիստի օրակարգ։ Դա վերաբերում էր քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի իրականացմանը, ծառայությունների մատուցմանը, սուրճի սարքեր, բանկոմատներ, վճարային տերմինալներ եւ այլ նմանատիպ սարքերի տեղադրման համար թույլտվությունը քաղաքապետարանը հաշվարկել է, որ տեղական բյուջե ամսական 15000 դրամ մուտք է ապահովելու։ Տուրքերի մասին քննարկումներն ավելի քան ակտիվացան, երբ բանը հասավ ավտոկայանատեղիների համար վճար սահմանելուն։ Հիշեցնենք, Գյումրիում 10 տարուց ավելի է դրան գործում են անվճար։ Ծրագիրը նրա համար է, որ ստվերում գտնվող գումարները բերենք օրինական դաշտ եւ դրանից բյուջեն կարողանա ավելի շատ մուտքեր դրանցի։ Քանի դեռ գործելու մեխանիզմները գտնված չեն, ավտոկայանատեղիների համար գումարների գանձումը գալիք տարվա հունվարի 1-ից ուժի մեջ չի մտնելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը համարեց, որ այս հարցը օրակարգ բերելու ժամանակը չէ, քանի որ Գյումրիում ոչ բոլոր փողոցներն են բարեկարգ ու ասֆալտապատ։ Միայն կենտրոնական հատվածներն է հիմնականում, որ ասֆալտապատ են, կառավարության ծրագրով փոքր միջուկը ասֆալտապատ է, ասենք այդտեղ կարող եք կահավորել համապատասխան նշաններով, գծանշաններով, հատուկ տեսահսկող սարքերով, իսկ քաղաքի են մյուս հատվածները, որտեղ ասֆալտապատ ծածկույթ գրեթե չկա։ Ոնց ենք ապահովել։ Այսօր հաստատում ենք, որ զրո չունենանք, որ կարողանանք գործընթացի մեջ մտնենք։ Ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու նախագիծը 200 դրամ վճարի չափով ընդունվեց 18 կողմ 13 դեմ ձայներով։ Նախագծին դեմ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկեց այլ հարց ուշադրության կենտրոնում պահել։ Այն է Գյումրիի 22 մանկապարտեզների 2500-ից ավելի երեխաների հաճախումը դարձնել անվճար, բայց 2027 թվականից։ Եթե հիշում եք, կառավարությունը նախորդ տարի 4 միլիարդ 155 միլիոն դոտացիա է տրամադրել Գյումրիի համայնքին, այս տարի դոտացիայի չափը ավելացել է 4.5 միլիարդ դարձել եւ լիարժեք հնարավոր է այդ գումարով այս 120 միլիոն դրամը փակել, այսպես ասած։ Մյուս տարբերակը բնականաբար գույքահարկի ավելացումն է, որը 2025-ին ավելացել է, 2026-ին եւս սպասվում է։ Դրույքաչափը մեր երեխաների համար մանկապարտեզի 8000 դրամ է հաստատված, 4000 արդեն մենք սուբսիդավորում ենք, քաղաքապետարանը տալիս է այդ գումարները եւ առաջարկությունը դուք ներկայացրել եք հեռավոր, անպայման քննարկման առարկա դարձնենք եւ փորձենք մյուս տարի մյուս տարվա բյուջեի մեջը, այսինքն 27 տարվա թվականի բյուջեի մեջը ընդգրկենք հնարավորին չափով։ Իսկ քաղաքապետարանը դրա հնարավորությունը կունենա այն դեպքում, երբ 2026 թվականի տեղական բյուջեի մուտքերն ավելանան։ Բացի դրանից Գյումրիի տրվող պետական դոտացիայի չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է 438 միլիոնով ու կազմել է 4.5 միլիարդ դրամ։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը եկամտային ու ծախսային մասերի հավասարությամբ ընդունվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու անդամները դեմ քվեարկեցին։ 2026 թվականի բյուջեն կազմում է 7 միլիարդ 582 միլիոն դրամ։ Նախատեսվում է 20%-ով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների, 10%-ով համայնքային ենթակայության կառույցների աշխատավարձերը։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Համաշխարհային ճանաչում վայելող ֆրանսիական Carrefour ընկերությունը Գյումրիում ներկայանում է արդեն 2 հասցեներում։ Գարանամերձ հրապարակում Գորկի 104 կոտորակ 4 հասցեում բացվեց ընկերության 18-րդ խանութ սրահը Carrefour Express-ը։ Գորկի 104 կոտարակ 4 հասցեն այսուհետ դառնում է այն սիրելի վայրը, որտեղ մթերային, տնտեսական ու այլ բաժիններում որակյալ ընտրելու առաջարկ միշտ կա։ Կայարանամերձ հրապարակում Carrefour ընկերությունը նոր ձևաչափով է ներկայանում, բացելով Carrefour Express խանութ սրահը։ Նոր հասցեում եւս հայտնի ու պահանջված ապրանքատեսականի է, հարմար ու հասանելի գնումներ կատարելու լայն հնարավորությամբ։
Խանութ սրահի նոր ու փոքր 40 քառակուսի մետր մակերեսով տարածքում Carrefour Express-ը ներկայացնում է շուրջ 2000 անուն ապրանք։ Խմիչքի, քաղցրավենիքի, բարենային ապրանքների, կիսաֆաբրիկատների, միրգ ու բանջարեղենի, խաղալիքների ու նվերների մի մեծ ընտրություն է Carrefour Express-ում։ Ամեն ինչ մեկ տեղում հաճախորդի համար բացված Express խանութ սրահը լավագույն հասցեն է թաղամասի բնակիչների համար։ Մի քանի անգամ քիչ տեսական ենք ներկայացնում, բայց ավելի հարմարավետ գնումների համար ամենօրյա։ Գյումրեցիները այստեղ կգտնեն իրենց առաջնային պահանջարկ ունեցող ապրանքները։ Մոտակայարանին այստեղ նաև ասորտիմենտ ընտրելուց հաշվի ենք առել տուրիզմի, այսպես ասած, ֆակտորը եւ ասորտիմենտը ձևավորել ենք նաև հիմնականում Carrefour ապրանքներից ու մեր էքսկլյուզիվ ներմուծումներից, ինչը գյումրեցիներին շատ հետաքրքիր անակնկալի կբերի, որ այստեղ կարող են գտնել ապրանքներ, որոնք այլ խանութներում չեն գտնի։ Ֆրանսիական ապրանքանիշի որակն ու գինը գնահատողներն այստեղ կարող են գտնել այն տեսականին, որի անմիջական ներկրողը Carrefour-ն է առաջադեմ երկրներից։ Բացման առիթով խանութ սրահը սահմանված սեղչերով ու հատուկ գնային առաջարկներով է առանձնանում։ Ունենք ճկուն զեղչային համակարգ, կուտակային համակարգ, հաճախորդները պետք է ապրանքներ ընտրելուց տեսնեն այդ գնապիտակակալները, որտեղ նշված է, թե ապրանքները ինչքան են զեղչված կամ ինչ կուտակային բալեր են գնումների ժամանակ ստանում։ Carrefour-ը սեպտեմբերից Գյումրիում իր գործունեությունը սկսեց մեծ ու ընդարձակ հարմարավետ սրահում։ Այն հասցրել է ձևավորել հավատարիմ հաճախորդների շրջանակ, մշտապես թարմացվող, նաև բրենդային տեսականիով։ Մենք պիտի իմանանք ամեն ապրանք ճիշտ ցուցադրելու ձևը, ճիշտ ներկայացնելու հաճախորդին եւ յուրաքանչյուր հաճախորդին մենք պիտի ներկայացնենք հյուրովի։ Եվ մեր հաջողության գրավականը, որպես այդպեսին կարող ենք այսօրվանից ասել, մեր համախմբվածությունն է, մեր միասնականությունն է, որ մեկս մյուսից կլրացնենք, ճիշտ հաճախորդների բանակ կունենանք։ Առաջի խանութը բացելուց հետո բավականին հետաքրքիր վիճակագրություն է, այսպես ասած, ստեղծվել, գյումրեցիները նախընտրում են որակյալ ապրանք մատչելի գներով, մենք ոնց որ կամաց համոզում ենք մեր գյումրեցիներին, որ կա ալտերնատիվ խանութ, որտեղ իրենք կարող են հետաքրքիր ապրանքներ գտնել ավելի մատչելի գներով։ Մեծածախ գնումների ու լայն ընտրության համար գնորդները կարող են այցելել Տերյան 108 հասցեում գործող Carrefour Market։ Արդեն 4 ամիս է ֆրանսիական Carrefour-ը սպառողին եւ քաղաքի հյուրերի համար դարձել է եզակի ու լավագույն ապրանքը գնահատողների նախընտրելի խանութ սրահը։ Ընկերությունը պատրաստվում է նոր սրահներ բացել քաղաքի մյուս տաղամասերում եւս։ Carrefour-ը Գառնանե Գյումրիում կներկայանա եւս մեկ նոր հասցեով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։